Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Սփյուռքի ձայնը հեռուստահանդեսը դարձյալ ձեզ հետ է։ Վերջերս ես գտնվում էի Հայաստանում եւ հնարավորություն ունեցա հանդիպելու մի բացառիկ անհատի, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հայ ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Կինոսյանի հետ, որը մի գեղեցիկ առաքելություն է վերցրել իր վրա, սովորեցնել եւ հնարավորինս տարածել հայ ավանդական պարը, հատկապես երիտասարդների շրջանում։ Ես նրա հետ հարցազրույց ունեցա, որը սիրով ուզում եմ ներկայացնել այժմ ձեր ուշադրությանը։ Սիրելի բարեկամներ, այսօր իմ հեռուստահանդեսի հյուրն է Գագիկ Կինոսյանը, հայ ազգագրագետ, հայ ազգային պարերի մասնագետ։ Բայց Գագիկի մասին այսքան համառոտ հնարավոր չէ խոսել կամ ներկայացնել իրեն, եւ այդ պատճառով ես ուղղակի ուզում եմ խնդրել Գագիկ ձեզ, որպեսզի ներկայացնեք ձեր կենսագրությունը։ Ծնվել եմ Ախցխայում տոհմիկ երզրունցիների, կարինցիների ընտանիքում եւ հպարտությամբ պետք է ասեմ, որ շատ իմաստուն եւ մաթեմատիկական ընդունակություններով մի գերդաստանում, որտեղ գիտությունը, մշակույթը եղել է առաջնային։ Եվ դպրոցը ավարտել եմ Ախցխայում, ավարտել եմ 15 տարեկանում, այն ժամանակվա համար մի քիչ արտառոց բան էր, որ այսպես քննություններով արագ ավարտեցի, 2 տարի շուտ ավարտեցի դպրոցը եւ եկա Երևան ուսումը շարունակելու եւ Երևանում սովորել եմ Երևանի նախկինում Պոլիտեխնիկական ինստիտուտի, ներկայիս ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում եւ երկար տարիներ աշխատել եմ ֆիզիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, սակայն պատերազմը խափանեց ամեն ինչ եւ առաջի տարիները ֆիզիկայի ինստիտուտում սկսեցինք սկզբում զենքեր պատրաստել Արցախյան հերոսամարտի համար եւ հետագայում նաեւ Ալեքսանդր Թամանյան կրտսերի, այսինքն ճարտարապետի մեծ ճարտարապետի թոռան նույն անվանակիր Ալեքսանդր Թամանյանի առաջարկով ես ընդգրկվեցի այն ջոկատում, որը հետագայում կոչվեց X գաղտնի ջոկատ, որը գաղտնի զենքեր էր փորձարկում եւ բացի դրանից հակատանկային զենքերի մասնագետներ դարձանք, հետագայում ընդգրկվեցինք սկզբում Լեոնիդ Ազգալյանի գլխավորած ազատագրական բանակում, ապա նաև փոքրիկ այդ X ջոկատը Ալեքսանդր Թամանյան կրտսերի գլխավորությամբ հայտնվեց նաև մահապարտների ջոկատում։ Պատերազմից հետո ավարտել եմ ռազմադաշտային ակադեմիա Մոսկվայում, հետագայում բանակից հեռացա, հայկական բանակի պահեստազորի կապիտան եմ։ Բանակից հեռացա, չնայած երկար տարիներ դպրոցում դասավանդել եմ ռազմագիտություն, բայց հիմնականում մի քանի տարի հեռուստատեսությունում աշխատելուց հետո վերստին նվիրվեցի պարերին։ Ներկայումս Երևանի կինո եւ թատրոնի ինստիտուտի ավագ դասախոս եմ, դասավանդում եմ հայ ավանդական պար, աշխատում եմ մի քանի տարբեր տեղերում, նաեւ այդ դպրոցում, նաեւ Հայասպետի պարի փորձագետն եմ եւ մրցակցանի անդամ։ Այսպես տարբեր տեղեր փորձում եմ հասնել, նաև ռադիոյում, լրատվական ռադիոյում ունեմ հեղինակային հաղորդում, որ կոչվում է Հայ ու տեսակ, հայագիտական դասախոսությունների շարք։ Երբ որ պատրաստվում էի քեզ հետ հարցազրույցի եւ բարեբախտաբար նվիրած այդ գրքին անդրադարձա, ողջուն տղերք, որ վերնագրից սկսած շատ սիրեցի, արագ թերթելով ու կարդալով քո մասին տեսա, որ նոր ամուսնացած երիտասարդ Գագիկը, երբ որ որոշեց գնալ պատերազմ, հայրը ինչ որտեղ դեմ եղավ, թեև որ այն հայրը, որից դուք գրում եք, որից եկել է ձեզ մոտ այդ ազգային բարձր գիտակցությունը։ Ամենայն դեպս ուզում էի հարցնել, ինչն էր, չէ որ գնալ այդ թվերին կամավոր պատերազմ եւ այն էլ այդ տեսակ ջոկատ, մահապարտների ջոկատ, որտեղից էր դա գալիս։ Իմ դաստիարակությունը եղել է ավելի քան ազգային եւ հետագայում նաեւ Նժդեի աշխատությունների հետ ծանոթությունը, նաեւ հետո ծանոթությունը Ալեքսանդր Թամանյան կրտսերի հետ եւ հետո Ալեքսանդր Թամանյանի հետ նաեւ Լեոնիդ Ազգալյանի ջոկատ ընդգրկվելը եւ առաջի ցանկություն ուղղակի ներգրավել աշխարհազորի մեջ հորս ընդվզումը ոչ թե պատերազմ չմեկնելու դեմ էր, այլ ասում էր նոր ես ամուսնացել եւ գոնե հասցրու զավակ ունենալ, հետո ուր գնում ես
այդ արդեն քո խնդիրն է։ Բայց պիտի ասեմ, որ միևնույն է միակ, չասեմ միակ, բայց բարեկամների մեջ միակ մարդը երևի, որ հասկանում էր ինձ, դա հայրս էր։ Քանի որ խոսք գնաց Արցախյան պատերազմից, հետաքրքիր է, եթե հետադարձ հայացք գցեք մեկ զգացողությամբ կամ մեկ որակավորմամբ, մեկ արտահայտությամբ, ինչ կասեի, ինչ էր Արցախյան պատերազմը մեր ժողովրդի համար։ Մեկ բանաձևում հային հայ լինելու հպարտությունը վերադարձնելու առաքելություն, հայի արժանապատվությունը վերացնելու առաքելություն եւ հայ ասպետականությունը, ազնվականությունը վերացնելու առաքելություն։ Կարծում եմ հաղթանակները դրա ծնունդն են։ Ես մի չար խոսք ունեմ, որ մենք պատերազմը հաղթեցինք, խաղաղությունը պարտվում ենք։ Հիմա շատ ավելի հետընթաց կա եւ այդ ասպետականության կորուստ կա կրկին եւ Գարեգին Նժդեհը հայոց ռազմի մարգարեն ասում էր, որ վերջին հայոց սպարապետը, հատկապես նշեմ, օցիալ, որտեվ սպարապետը օցիալ կոչում է եւ վերջին օցիալ սպարապետը դա Գարեգին Նժդեհն է, որը Տաթևի վանքում է օցել սպարապետ։ Եվ ասեմ, որ վերջին օցիալ սպարապետը ասում էր, պատերազմները գալիս են խաղաղության ժամանակ մեր գրչի, վրձնի եւ մուրճի թերացումները սրբագրելու արյունով։ Հիմա մենք այդ փուլում ենք գտնվում, որ մենք թերացումներ ենք թույլ տալիս եւ եթե չստացվենք, իրոք նոր պատերազմը վերահաս անպայման կսրբագրի այդ ամենը արյունով։ Ես կարող եմ ժամերով լսել, որովհետեւ իսկապես ոչ միայն շատ հաճելի է ձեր մտքերը, այլ նաեւ ինձ շատ մոտ է ձեր մտքերը եւ ուզում եմ միայն մեկ բան ավելացնել, որ հաճախ կրկնել եմ տարիներ շարունակ Արցախը եւ Արցախյան հաղթանակը մեր ինքնության եւ հայրենասիրության չափանիշն է։ Հետաքրքիր է, դուք մասնագիտությամբ, բուն մասնագիտությամբ կարող եմ ասել, որ ճարտարագետ եք։ Ձեր էությամբ եւ նույնպես մասնագիտությամբ նաեւ զինվորական եք, որովհետեւ փաստորեն դուք Արցախյան պատերազմից հետո հրաժեշտ չեք տվել, շարունակել եք հայոց բանակում, շարունակել եք որպես սպա եւ դրա կողքին հայ պարը։ Ինչպես մտաք պարարվեստ։ Մինչև պարարվեստին հասնել, ասեմ, որ ես բնավել այսօրվա չափանիշներով ասած զինվորական չեմ բնավորությամբ։ Նժդեհը ասում է, որ հայ զինվորը կամավորագրված զինվորն է, որ հրաշագործում է։ Հայը հրաշագործում է հերոսանում որպես կամավորագրված զինվոր, բայց ոչ որպես պարտադիր ծառայության։ Հայրենիքը չպետք է պարտադրված մենք պաշտպանենք։ Մեզ եթե ասում են, որ մեր ծնողը վտանգի մեջ է, մենք չենք իրավունք հարցնում ինչ որ մեկից պաշտպանենք, թե ոչ։ Նույն կերպ պիտի հայրենիքի մասին մենք չհարցնենք, դա մեր մեծ ծնողն է, մեր ընդհանուր ծնողն է, մայր հայրենիքը։ Ինչ վերաբերում է պարարվեստին, ապա մի երջանիկ դիպված Հայրիկ Մուրադյանի հետ պատահական ծանոթությունը վանազգագրական խմբում աշխատանքներին միանալու եւ փորձի ժամանակ ինձ ներկայացրեցին իմ ընկերոջ հետ, որ այս տղաներն էլ ուզում են միանան խմբի պարապմունքներին եւ ես գիտեի, որ ինձ չեն ընդունի, բայց Հայրիկ Մուրադյանի բարությունը եւ Հայրիկ Մուրադյանի նվիրումը իր առաքելությանը ինքը շատ հանգիստ ասեց բարձրացեք բեմ եւ դա ճակատագրական էր ինձ համար եւ հետո ես ստեղծագործություն մեկ նվիրեցի Հայրիկ Մուրադյանին, որը կոչվում է բեմ եւ առաջի տողերը այսպես են սկսում օրհնյալ լինի նա, ով ինձ առաջնորդեց դեպի բեմ։ Դուք ինչ որ ներկայացրեցիք, դա վերաբերվում էր մեկին, որը պարզ պարարվեստի մեջ պարզ պարող է կամ գոնե պարուսույց, բայց դուք շատ ավելի խորն եք գնացել, դուք վեր եք հանել, մեջտեղ եք հանել հայ ազգային, ազգագրական պարերը, որ աղբյուրներից, որտեղից եք ուսումնասիրել, ինչ միջոցներով եք հասել այդպիսի խորության հայ ազգային պարի մեջ։ Գիտեք, ես առաջինը չեմ, որ հայ պարարվեստին վերաբերվել է որպես գիտական մշակույթ եւ առաջինը չեմ, որ վերցանել կամ բարձրացրել են ինչ որ թմբիրից։ Իրականում տարիներ շարունակ պարելով մի օր այսպես մի քանի էտապ այդպես եղել է աստիճանաձև, մի օր հասկացա, որ ես նախկին կարգավիճակը վերապրել եմ եւ կամ պետք է հեռանամ, կամ ինձ նոր մակարդակ, նոր երևույթ է պետք, նոր ուրիշ շերտ է պետք։ Եվ ես փորձում էի հասկանալ, թե ինչը չի բավարարում պարողի կարգավիճակում եւ սա բոլորովին մեծամտության խնդիր չէ։
Ես ասեմ, որ բացի պատերազմի ժամանակ երկու տանկ ոչնչացնելու, ասենք առաջի տանկ ոչնչացնելուց բոլորովին գրեթե ոչ մի ապրում չեմ ունեցել։ Երկրորդ տանկը ոչնչացնելուց ապրել եմ գերբնական ապրումներ, որոնք կասեի ինչ որ տիեզերական նախախնամություն կար իմ այդ դրվագը վերապրելու եւ որ չզոհվելու այդ պահին։ Բացի այդ երկրորդ տանկի ոչնչացնելու դրվագից ես որևէ պահ ունեմ երկու զավակ, երկու դուստր ունեմ, որոնց ինձ համար պաշտամունք են։ Բայց ասեմ, որ նույնիսկ իրենց ծնունդը մանավանդ առաջինը, որին 7 տարի սպասել եմ, նույնիսկ դա այդ բերկրանքը, այդ ապրումը, այդ տիեզերքի զգացողությունը չի տվել, ինչ որ վերապրում եմ հայկական պարերի մեջ, հատկապես ռազմապարերի եւ իշխանական պարերի, այդ հոգեվոր ապրումները երբևէ ներդաշնակումը սեփական տեսակել երբևէ չի եղել։ Այս առումով պետք է ասեմ, որ ինչ որ մի պահ եկավ, որ ես հասկացա, որ ինձ դա այլևս չի բավարարում եւ ես ուզում եմ խմորել այդ պարը։ Եվ սկսեցի պրպտել հասկանալ, թե այդ պարը, որ պարում ինչ որ նշանակություն ունի, ինչի է հենց այս շարժումը, որտեղից է գալիս այս պարը, ինչ ծեսի մեջ է եղել, ինչի համար են հենց սա պարել։ Եվ իմ ընկերներից մեկը խորհուրդ տվեց գնալ ազգագրության ինստիտուտ, մանավանդ որ ես փորձում էի նաև իմ պապին հասկանալ, որին չեմ տեսել, բայց տատիս պատմելով ինքը շատ շքեղ պարող է եղել, որը երկրորդ համաշխարհային պատերազմից չի վերադարձել։ Ազգագրության ինստիտուտում ծանոթացա Ժենյա Խաչատրյանի եւ Էմմա Պետրոսյանի հետ, որոնք միակ լուրջ հայ ազգագրագետ, պարագետ Սրբուհի Լիսիցյանի աշակերտներն էին։ Եվ իրենց միջոցով նախ ծանոթացա Սրբուհի Լիսիցյանի գրառման համակարգի հետ, այսինքն պարի գրառման համակարգ գոյություն ունի, շատերի համար սա զարմանալի երևույթ է, մենք բայց չեմ ուզում վիրավորեմ որևէ մեկին, են անհասկանալի երգիչներին, որոնք երգում են տձև երգեր եւ տձև մարմիններով եւ տձև առոգանությամբ հայերենով, բոլորի անունները եւ երգերը անգիր գիտենք, բայց չգիտենք, որ Խորհրդային Միության շրջանում միակ պարային գրառման համակարգ ամբողջ Խորհրդային Միության մեջ եղել է Սրբուհի Լիսիցյանի համակարգը եւ նույնիսկ նրա անունը չգիտեն։ Ազգագրության ինստիտուտում նախ սովորեցի գրառման համակարգ, հետո սկսեցի արդեն գյուղ ինքս ման գալ։ Գյուղերում, սկզբում Ախցխայի գյուղերում, իմ ծննդավայրում, հետո նաեւ Ջավախքի մյուս հատվածներում, հետո նաեւ հիմա արդեն այն տեղերը, որտեղից որ պարեր եմ հավաքել, դա ահավոր մեծ աշխարհագրություն ունի եւ Պարսկաստանից եւ Արևմտյան Հայաստանից, ներկայիս Թուրքիայի տարածքից համշենահայերի, դերսիմցիների պարեր, նաեւ Սիրիայում, Լիբանանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագետներից եւ պետք է իմ ողջունի խոսք ասեմ եւ Թոմ Բոզիկյանին, որը ապրում է Լոս Անջելեսում եւ Գարի եւ Սյուզան Լինցինանյաններին Բոստոնում եւ Ռոբերտ Հարությունյանին, իմ երախտիկի խոսքը իրենց կատարած ահռելի աշխատանքի համար եւ ասեմ, որ իրենց գրառումներից նույնպես պարեր ենք վերականգնել եւ այդ ամենը պիտի իմի բերվի Հայաստանում պահպանելու համար։ Իսկ թե ինչքան կարևոր է այդ պարերը, կարող եմ ընդհանրապես կոմիտասի մեկ նախադասությամբ ասել, պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը։ Զուտ ճշմարտություն իհարկե։ Գագիկ, իմ ուշադրությունը ձեր գործնության վրա սևեռվեց հատկապես այն միջոցառմամբ, որ դուք անում եք արդեն մի քանի տարի, մասսայական ամբողջ ժողովրդին մեր հրավիրում եք բաց հրապարակում ապրելու եւ քիչ առաջ մինչև հարցազրույցը զրուցում էի եւ երիտասարդ աղջիկները մեր ողջավորությամբ պատմում էին, թե ինչպես իրեն գալիս են ապրելու, ինչպես գալիս են երիտասարդ հայրերը իրենց ուսերի փոքրիկ մանուկներով, նույնիսկ տատիկները գալիս են եւ բոլորը միասին ապրում են։ Ինչպես ծնվեց այս գաղափարը, այս հրաշալի գաղափարը։ Եվ մի բան եմ ուզում ավելացնել, մենք հաճախ ընդվզում ենք մեր կողքին տեղ գտած վատ ոչ հայկական երաժշտության, նույնիսկ պարերի դեմ, եւ ես հաճախ սիրում եմ ասել, որ ընդվզելու առաջ մտածեք ինչով փոխարինել, որպեսզի ինստինկտյան դուրս մղեք այդ վատը։ Կարծում եմ այս ձեր արարքը այդպիսի մի բան է։ Մի փիլիսոփա ասել է, որ խավարը անիծելու փոխարեն գետ մեկ մոմ վառիր։ Իրականում Կարինի առաքելությունը ոչ թե բեմ բարձրանալն էր,
Այլ Կարինե առաքելությունը իմ իմացած գիտելիքները, իմ փորձը, իմ ունեցած նյութը նոր սերնդին փոխանցելն է։ Հայաստանում այդ շղթան կտրված է, ազգագրագետը գրառում է պարը գյուղից, բերում են վերածում գիտական նյութի, պաշտպանում տեխնացուական կամ դոկտորական թեզը եւ դա մտնում է մի դարակ եւ այլևս դուրս չի գալիս։ Իսկ պարի մասնագետը ինչ որ օթից վերցրած շարժումներով, կներեք բառիս համար մոգոնած ինչ որ բաներով պարեր են բեմադրում, որոնք ոչ մի կապ չունեն, ոչ մի աղերս չունեն ազգային պարային մշակույթի հետ։ Եվ հայ մարդը սկսեց պարել ինչ որ անհասկանալի պարեր, որը հետագայում իմ անգլիացի, ամերիկացի ծանոթները ասում են հելիկոպտեր դանս։ Այսինքն ուղղաթիռների նման բացում են ձեռքերը եւ սկսում պտտվել։ Եվ այդ առաքելությունը, որ մենք գրառում ենք պարը, բերում ենք գիտական մշակում ենք անում, դրան բեմական տեսք ենք տալիս, բարձրացնում ենք բեմ, բայց բեմը ընդհանրապես դա պարի գովազդն է, լավ իմաստով, որպեսզի դա ժողովրդի կողմից ընդունվի։ Եվ երբ որ այդ պարը ընդունվել է եւ ժողովուրդը դրան քաջալերանքով է ընդունել եւ խանդավառությամբ, մենք դա սկսում ենք վերադարձնել ժողովրդին։ Եվ հիմա արդեն 8 տարուց ավել մենք սովորեցնում ենք ժողովրդին պարել եւ պետք է ասել, որ հազարավոր ոչ միայն երիտասարդներ, բայց ամենաուրախացնող որ երիտասարդների մեջ է դա սերմանվում եւ երիտասարդությունը շատ խանդավառությամբ է դա ընդունում։ Բուն ժողովրդական պարեր են, որոնք առնվազն հազարամյակների պատմություն ունեն։ Եվ թռչնակերպ պարեր եւ խոյերի պաշտամունքի պարեր, ամբողջ մշակույթը ոչ միայն նախաքրիստոնեական շերտ ունի, այլ նախահեթանոսական, ինքը բնապաշտության դարաշրջանից եկող մշակույթ է, որը ամբողջովին ավելի քան ներդաշնակված է հայ հոգու, հայ հոգևոր դաշտի, հայ մշակույթի, հայ գաղափարաբանության, հայ պաշտամունքային այդ ծիսականության ամեն ինչի հետ շատ շահկապված է։ Գագիկ, ձեր գիրքը թերթելիս կարդացի մի քանի բանաստեղծություններ ու զգացի, որ բավականին հետաքրքիր եւ բավականին խորը բանաստեղծություններ են։ Ուզում եմ իմանալ ձեր ստեղծագործական կյանքում ինչ տեղ է գրավում բանաստեղծություններ գրելը։ Ընդհանրապես սրանք միջոցներ են սեփական տեսակետը հայտնելու, սեփական միգուցե ցավը, Սևակն ասում էր ցավն է հաճախ առաջ մղում։ Ընդհանրապես սեփական հույզերի, սեփական գաղափարների փոխանցելու ընտրության ձև հաճախ ինձ ասում էին այսօր Սևակին չեն կարդում, ինչի համար ես գրում, ում համար ես գրում, բայց գիրքը լույս տեսնելուց հետո շատերը ասում են ինչ լավ է որ հրատարակել ես, որովհետև այնտեղ 250-ից նաև ավել աֆորիզմներ կան եւ կարծում եմ դրանք խտացրած մտքեր են, որոնք մի ամբողջ կյանքի մտորումներ, մի ամբողջ կյանքի վերապրումներ են եւ եթե գետ մեկին էլ օգնի, ես կհամարեմ, որ իզուր չեմ ապրել այս կյանքում։ Ուղղակի ուզում եմ 4 տող կարդալ մեր ժողովրդի համար, որտեղ ասում եմ. ես տառապում եմ ամենքի ցավով, ես մոռանում եմ իմ ցավերն անգամ, ես մահանում եմ ամեն մի մահով, ես հեռանում եմ այս կյանքից մաս-մաս։ Պարոն Գիգոսյան, իմիջիայլոց կարող եմ շատ երկար ձեզ հետ զրուցել, որովհետև շատ հետաքրքիր են ձեր մտորումները, շատ հետաքրքիր են ձեր մտքերը, ձեր գաղափարները, բայց ուզում եմ ավելի կոնկրետ հարց տալ։ Ինչն է, որ այսօր կուզենայիք փոխել Հայաստանում, ինչի դեմ եք ընդվզում որպես մտավորական, որպես ստեղծագործող։ Թերևս մեկ հաղորդում առանձին պետք է նվիրել դրան, որովհետև փոխելու իրականում շատ բան կա, սկսած ինձանից, եւ իրականում շատ լուրջ խնդիրներ կան Հայաստանում, որը ավելի գաղափարական ու ավելի հոգեվոր դաշտին է վերաբերվում։ Իհարկե ես ինձ չեմ հավակնում ինձ էկոնոմիկայի կամ տնտեսության կամ այլ ֆինանսական մասնագետ դարձնելու, բայց նաև կարող եմ դրանից խոսել, բայց ինձ համար շատ ավելի գաղափարական եւ հոգեվոր դաշտն է հետաքրքրում։ Մի կարևոր բան, որ Հայաստանը մտավորականաթափվում է։ Սա ամենակարևորագույն խնդիրներից մեկն է, որը մի քիչ վտանգավոր բառեր կարող եմ ասել, մեզ գրեթե հավասարեցնում է երիտթուրքերին։ Տարբերությունը նրանում է, որ երիտթուրքերի ժամանակ մտավորականներին ուղղակի սպանում են, հիմա վտարում են։ Կարևոր չի, որ մենք անձամբ չենք վտարում, այլ կարևոր է, որ մենք ստեղծում ենք այնպիսի պայմաններ, որ մտավորականը ուղղակի իր տեղը չի գտնում Հայաստանում եւ փորձում է հեռանալ Հայաստանից։
Մենք ոչ միայն պետք է ամեն ինչ անենք, որ չգնան, այլ պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի լուրջ մտավորականները վերադառնան։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ կարևոր առաքելություն ուներ Ալեքսանդր Մյասնիկյանը, ինչի էր նա այդպես համառորեն վերադարձնում Ալեքսանդր Թամայանին, Ալեքսանդր Սպենդիարովին եւ Մարտիրոս Սարյանին եւ բազում մտավորականների եւ խնդիրը այն չէր, որ նա վերադարձնում էր, ասում էր եկեք Հայաստանում ապրեք, թող Հայաստանում մտավորական լինի։ Նա հասկանում էր, որ Հայաստանը առանց մշակույթի, առանց հոգեվոր երևույթի չի կարող լինել։ Եվ նա ոչ միայն վերադարձրեց Թամանյանին, այլ ստեղծեց ամեն պայմաններ, որպեսզի ոչ միայն ստեղծագործի Թամանյանը եւ կառուցի Երևան, այլ դպրոց հիմնի, որը մինչեւ օրս ինչքան էլ մենք անկախ Հայաստանում ոչնչացնում ենք այդ թամանյանական կերպը Երևանի, թամանյանական դեմքը ոչնչացնում ենք, միևնույն է ով գալիս տեսնում է թամանյանական Երևան։ Սպենդիարյանը դրեց կոմպոզիտորական դպրոցի հիմքը, Մարտիրոս Սարյանը դրեց նկարչական դպրոցի հիմքը եւ այսպես իրենց աշակերտներով, իրենց դրած դպրոցով մինչեւ օրս ապրում են։ Եթե մենք չունենք այն մտավորականությունը, որը պետք է կերտի ազգային արժե համակարգ, ապա մենք դատապարտված ենք չունենալու հայ քաղաքացի։ Իսկ այսօր մենք չենք կերտում այդ հայ քաղաքացուն եւ ամենակարևոր բանը վաղվա քաղաքացի ունենալն է։ Եթե մենք չենք կերտում վաղվա քաղաքացին, ապա անիմաստ է խոսել վաղվա Հայաստանից։ Մենք նույնիսկ ամենավատ երազում կամ լավ երազում չենք կարող պատկերացնել ինչպիսին է լինելու վաղվա Հայաստանը, եթե մենք չգիտենք ինչ ենք դաստիարակում։ Եթե դուք այսօր չեք դաստիարակում ձեր զավակին, մտածել թե վաղը ինչ կլինի ինքը, ով կլինի ինքը, անիմաստ է։ Ինձ համար ամենավատ երևույթը դա մտավորականության կուսակցականացումն է, եղած մտավորականության, ով որ չի արտագաղթել, ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ մտավորականը կամա թե ակամա փորձում է ինչ-որ կուսակցության գիրկը ընկնել կամ կներեք գրպանը մտնել, որպեսզի կարողանա իր հացը վաստակի։ Եվ մի անգամ շատ բարձրաստիճան պաշտոնյա ասեց, գտեք ձեզ հովանավորներ, որպեսզի ասում են կներեք, նշանակում է ես որպեսզի պար բեմադրեմ, պետք է գտնեմ ինչ-որ հովանավոր։ Ոնց կարող է քո հոգևոր վերնախավը վերածվել հոգևոր մուրացիկի։ Եթե ես խնդրում եմ ինչ-որ մեկից գումար, որպեսզի իմ պարը բեմադրեմ կամ իմ գրված սիմֆոնիկ ստեղծագործությունը բեմ բարձրացնեմ, նշանակում է ես արդեն ստրկացել եմ, որովհետև ես այդ մարդու մոտ, ումից որ գումար եմ խնդրել, ես արդեն հոգևոր ընկեցիկի կարգավիճակում եմ։ Ոնց կարելի է քո հոգևոր դաշտի վերնախավին վերածել հոգևոր ընկեցիկի կամ հոգևոր մուրացիկի։ Միթե իմ երկրում չպիտի լինի այն մթնոլորտը եւ այն կառուցվածքը, որպեսզի մշակույթի մարդը, գիտության մարդը, հոգևորի մարդը, ոգու մարդը կարողանա ինքը իր կենցաղի վաստակը ունենա իր իսկ աշխատանքով եւ կախված չլինի ինչ որ մի օլիգարխից, ինչ որ մի պաշտոնյայից, այլ ինքը վաստակի եւ ինքը իմանա, որ ինքը վաստակել է իր հացը եւ ինքը ազատ է իր կարծիքը արտահայտելու եւ ոչ թե մտել է ինչ-որ մեկի գրպանը եւ այլևս ինքը իրավունք չունի այդ մարդու դեմ խոսելու, որովհետեւ ինքը ապերախտ կլինի, կերակրվելով ինչ-որ մեկի գրպանից հայոյի այդ նույն մարդուն։ Երկրորդը դա երիտասարդության, այսպես ասենք, նույնպես կուսակցականացումն է, երիտասարդը որպեսզի վաղվա օրը իր դասավորի, որ կարողանա ինչ-որ ճանապարհ հարթի, ինքը մտնում է ինչ-որ մի կուսակցություն, ինչ-որ մի, այսպես ասենք, ֆինանսական մի մագնատի թիկունքին եւ այսպես իր ճանապարհը հարթում է այդպես։ Իսկ մենք այդպես չենք կարող ձևավորել անկախ մտածելակերպով, ազգային մտածելակերպով հայ մարդուն, հայ երիտասարդին եւ դա շատ վտանգավոր երևույթ է, չասեմ, որ կրթական համակարգը բարեփոխելու լուրջ խնդիրներ ունի եւ ազգային կրթահամակարգ պետք է լինի։ Հեռուստատեսությունը ուղղակի դավաճանություն է, գրեթե ամբողջ հեռուստատեսությունը, հատկապես անկախ հեռուստաընկերությունները, որոնք սնվում են անհասկանալի աղբյուրներից, եւ երրորդ բանը, որ շատ կուզենայի, որ մենք սա հասկանանք, հայ մարդուն զրկում են արժանապատվության գիտակցումից։ Ազնվականության պակասն է, որ Հայաստանը խարխլում է, քանզի վստահ եմ, որ ազնվականի համար անգամ արժանապատվությունը շատ ավելին արժե, քան սեփական կյանքը։ Այսինքն դա այն տեսակն է, որը
անգամ սեփական կյանքը պատրաստ է զոհաբերելու հանուն սեփական արժանապատվության։ Այս տեսակն է, որ պետք է գա փրկելու Հայաստանը։ Պարոն Քինոսյան, ի՞նչն է, որ սիրում եք Հայաստանի մեջ, որ գնահատում եք Հայաստանի մեջ։ Ես սիրում եմ հայ մարդուն, սիրում եմ հայ երիտասարդությանը հատկապես, ընդվզող, ըմբոստ, գաղափարական, եւ ասեմ, որ մեր տարիներին այդքան գաղափարական եւ այդքան ըմբոստ չէր հայ երիտասարդությունը, եւ պիտի ասեմ, որ պետք է հայ մտավորականությունը ամեն ջանքույ առանց չխնայի, որ այսօրվա երիտասարդությունը վաղվա իր ազգային նկարագրով լինի այն ճարտարապետը վաղվա հայոց պետականության։ Սիրում եմ յուրաքանչյուր անկյունը հայոց աշխարհի, որովհետև եղել եմ, կարող եմ ասել, ամբողջ այսօրվա Հայաստանում, Հարավային Հայաստանում 5 անգամ միայն անիում եմ եղել եւ Արարատի գագաթին եմ եղել եւ Արարատի գագաթին Յարխուշտա եմ ապրել, իմ ամբողջ գիտակցական կյանքի մեծագույն փափագներից մեկը։ Եվ կարող եմ ասել, որ էլի հայոց մարգարեին դիմենք, այն ամեն վեհն ու հերոսականը, ինչ որ կա Հայաստանում, դա է հայկականը։ Իրական հայկականը դա է, եւ ես չեմ ուզում այն ապականությունը, այն վատը, այն ապաշնորներին, այն դավաճաններին, որ կան այսօրվա Հայաստանում, իրենք Հայաստան չեն եւ իրենք չեն հայ տեսակը եւ ես պաշտում եմ այն Հայաստանը, որը ազատամարտիկներով, որը եռաբլուրներով օծված, օծյալ Հայաստան է, որը մինչև օրս Հայաստանը փրկող Նժդեհան Մեռոնով օծված Հայաստանն է։ Սիրելի Գագիկ, մեր հարցազրույցի վերջում ուզում եմ մեկ հարց եւս տալ։ Ձեզ հետ խոսելիս անընդհատ աչքս շոյում էր ձեր հայկական տարազը։ Ուզում եմ իմանալ, թե այս ինչ տարազ է եւ ինչու որոշել եք հենց այսպիսի տարազով ներկայանալ մեր հեռուստադիտողներին։ Ինձ համար մի զայրացնող փաստ անընդհատ իմ նյարդերը ջղաձգում են, երբ որ օտար հեռուստաընկերությունների կողմից ռեպորտաժներ են ցուցադրվում եւ Բաքվից եւ Հայաստանից, Երևանից, եւ հաճախ նկատում ես, որ օտար աչքի համար ոչինչ տարբերող չկա։ Ադրբեջանցուն եւ հային արտաքնապես ոչինչ տարբերություն դնող չկա եւ անգամ նաեւ Ստամբուլի թուրքից։ Այսինքն նայում ես ռեպորտաժ եւ չես հասկանում որտեղ էր հայ մարդը եւ եթե վերևի անկյունում Բաքու գրած չլինի կամ Երևան, դու այդպես էլ չես հասկանա այդ մարդը թուրքն էր թե հայն էր։ Միգուցե բնակլիմայական պայմանները, միգուցե համատեղ երկար ապրելը 70 տարի Սովետ Միության մեջ, բայց ես հասկացա, որ մենք իրականում չենք կարող վերադառնալ 19-րդ դարի կամ 17-րդ դարի մեր տարազներին, բայց մենք պետք է օրվա հագուստին տանք ազգային կերպարանք։ Եվ Տերամշակութային կենտրոնի շնորհիվ ամբողջ Մարաշի ասեղնագործությունը եւ փորձում ենք վերականգնել համատեղ ջանքերով եւ մեր ավանդական ասեղնագործության եւ տարազագիտության հիմքերը եւ տարազին տալ այսօրվա կենցաղին համապատասխան օգտագործվելու հնարավորություն, այսինքն ոչ թե պատմության անիվը պտտել հետ, որը ուղղակի անիմաստություն է, բայց ուղղորդել վաղվա օրը դեպի ուր գնա պատմության անիվը եւ դեպի ինչպիսի Հայաստան եւ դեպի ինչպիսի հայ կերպար տանել, կարծում եմ մենք իզորու ենք եւ ուղղակի սա ինչ որ չափով նաեւ քարոզ է, որ հայ մարդը փորձի իր կերպարանքը ոչ միայն դիմագծերով, ոչ միայն հայի աչքերով, այլ նաեւ իր հագուստով, որովհետեւ յուրաքանչյուր դետալ ազգային տարազի վրա իր խորհուրդն ունի։ Մեկը բնության վերազարթոնքի, մեկը հոգեվոր լույսի։ Սրա համար կարծում եմ, որ մենք մի քիչ ավելի իմաստուն վերաբերվենք մեր արտահագուստին, մեր մշակույթին, ապա մենք իրոք կդառնանք անպարտելի ազգ։ Մեկ անգամ եւս շնորհակալություն։ Նախ ձեր մարդկային տեսակի համար, ձեր հայ տեսակի համար, ձեր օրինակ ծառայելու համար, հատկապես մեր երիտասարդությանը, ես շատ ուրախ եմ, որ այս հարցազրույցը հնարավորություն եմ ունենալու ցուցադրելու մեր աշխարհասփյուռ հայությանը։ Շնորհակալություն եւ կարծում եմ սա առաջին, բայց վերջին անգամը չէ, որ կլինեք իմ հեռուստահանդեսի հյուրը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն եւ քաջալերանքի խոսքերի համար եւ հարցազրույցի եւ սեփական մտքերը մարդկանց, հայ մարդկանց տեղ հասնելու հնարավորություն ընձեռնելու համար։